Բայել եմ ասում, այսինքն էդ ինչ։ Մի հատ էլ մտքով անցնում, որ կարա իր այդ առնչություն ունեցող 52 բարեկը լինի, ասում եմ հանրապետության ոստիկանությունում ինձ հետ 52 հոգի մարդ կա առնչություն ունեցող, բացառում է։ Բայց երկրի վարչապետի հետ 52 հոգի առնչություն ունեցող մարդ պետք է չլինի, իր հետ առնչություն ունեցող մարդ պետք է լինի, եթե լինի, ես հրահանգելու եմ բոլորին հանել, այսինքն եթե հանկարծ չհանեն, նա ով պետք է հաներ ու չի հանել, ես իրան կհանեմ գործից։ Եվ նախկինում այդպիսի դեպքեր եղել են։ Բայց ձեզ թվում է, որ բանը այդ նույն կալուգացին եւ բելարուսին, այո, այդ թվում շոշափուկներ ունեցել են եւ ունեն իրավապահ համակարգում։ Եվ հատ կտրելով գալիս են, կտրում ենք, չի պրծնում, որովհետեւ 20 տարի, 20 քանի տարի կոռուպցիոն համակարգը գործել է։ Մեկի վրա կամպրոմատ ունեն, մեկին կաշկանդելու բան ունեն եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այդպես դատաիրավական համակարգով գնում են, ինչ խնդիր ուզում են լուծում են։ Ոչ մեկ չի ասում, ես ո՞նց եղավ։ Էս ինչ պատահեց։ Բայց դրա պատասխանի ժամանակն էլ է գալու։ Ես դրա համար եմ ասում, ժողովրդին ասում եմ, որ մենք 18 թվից պայմանական 23 գլխանի դևի հետ ենք կռվել, 20 գլուխ կտրել ենք, այս ընտրություններում վերջին 3 գլուխը դևի պայմանական բառից ոչ բուն իմաստով բնականաբար պետք է կտրենք, որ այս հարցերը լուծվեն։ Ու ես չեմ ընդունում էլ, որ այ ուրեմն թույլ եք եղել, չեք կարողացել, որովհետև այդ մաֆիան ինքը զուտ հայաստանյան մաֆիա չի, դա Հայաստանից դուրս է շոշափուկներ ունի։ Սրանից բխող բոլոր հետևանքները։ Հələ մի հատ ասում, ինձ հետ մեկը չի ասում, լսի, ո՞նց է քո մտքով անցնում, որ քո հետ 52 առնչություն ունեցող 52 մարդ կարա բարեկային ոստիկանությունում ծառայի։ Բա մաֆիան է դա։ Ես ասում եմ, եթե իմանամ, որ որևէ մեծահարուստի, որևէ քաղաքական, որևէ մեկի հետ 52 հոգի անձնական առնչություն ունեցող մարդիկ կան համակարգերում ու իրանց չեն հանել գործից, նա ով պետք է դա հաներ գործից ու չի հանել, ես իրան 5 վայրկյան հետո SMS կուղարկեմ։ Շնորհակալություն հայկական ժամանակ։ Մի հատ էլ այդ ինչ եմ մասարկել, SMS-ով գործից հանելու։ Հաղորդակցության ձև է դա, ինչն է պրոբլեմը։ SMS-ով գործից հանելու։ Բա ինչով, ասենք, ենթադրենք բանը ցուլիկ պետք է մորթենք ոտերի տակ։ Ասենք բաներ են սարքում, ոյ SMS-ով բան է։ Հա? Մի ընդհատեք, հա։ Հաջորդ կանչում եմ եւ նորմալ բոլորին, տենց մարդ չկա, որի հետ ես չեմ առնչվել, կամ կարող է, գիտեք ինչ, եթե պաշտոնյա կա, ես 1, 2, 3 ազդակներ եմ տվել, որ գիտեք ինչ, ես հարցը պետք է լուծվի, հարցը պետք է լուծվի, հարցը պետք է լուծվի, հարցը պետք է լուծվի։ Վերջում կարամ SMS ուղարկեմ, կարամ SMS չուղարկեմ էլ։ Կարա ինքը հեռուստացույցը միացնի, տեսնի։ Ի՞նչն է խնդիրը։ Իսկ խնդիր կա։ հայկական Չէ, բոլորին չէ։ Բոլորին չէ, որովհետև ասում եմ, հարց կա, որ 1, 2, 3, 4, եւ ես ձեզ ասեմ, ես ոչ մեկին, ոչ մի պաշտոնյայի աշխատանքից չեմ ազատել մի պատճառով։ Ոչ մի պաշտոնյայի աշխատանքից չեմ ազատել 2 պատճառով։ Ոչ մի պաշտոնյայի աշխատանքից չեմ ազատել 3 պատճառով։ Բացառված է, որ ես մի պատճառով, տենց մի պատճառի համար, ինչ որ պատճառ կտնվի ու մարդուն ես աշխատանքից ազատ, բացառված բան։ Առնվազն 3 շատ ծանրակշիռ պատճառ պետք է լինի, որ դա տեղի ունենա, որովհետև ես ամենայն հարգանքով եւ գնահատանքով, ընդ որում դա չի նշանակում, որ որը մեկին որ աշխատանքից ազատում ես, նշանակում է ինքը ներդրում չունի, վաստակ չունի եւ այլն։ Դա նշանակում է, որ կան հարցեր, որոնց լուծման պոտենցիալը սպառվել է այդ ճանապարհով։